Աստվածաշնչյան Սաղմոսներ, գիրք առաջին, 1-ից 12-րդ համարներ։ Երանելի է այն մարդը, որն անաստվածների խորհրդով չի ընթանում, մեղավորների ճանապարհում չի կանգնում, ոչ էլ հեգնողների աթոռին նստում, այլ նրա հաճույքն Աստծո օրենքն է, գիշեր, ցերեկ նրա օրենքի մասին է խորհրդացում։ Նա լինելու է ջրի վտակներին տնկված ծառի նման, որ իր պտուղը ժամանակին է տալիս, նրա սերմը չի թառամելու և ինչ էլ որ անի հաջողվելու է։ Այսպես չեն անաստվածները, այլ նման են հարդափոշու, որին հովն է ցրում։ Սրա համար էլ անաստվածները դատաստանում չեն կանգնելու, ոչ էլ մեղավորները արդարների հավաքում, քանզի Տերը գիտի արդարների ճամփան, իսկ անաստվածների ճամփան կորչելու է։ Կհռչակեմ վճիռը, Տերն ինձ ասաց, դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի։ Խնդրիր ինձնից, ու հեթանոսներին քեզ ժառանգություն եմ տալու, ու երկրի հեռավորագույն մասերը քեզ սեփականություն։ Նրանց կկոտրես երկաթե գավազանով, կփշրես նրանց, որպես բրուտի ամման։ Ուստի հիմա, ով թագավորներ, իմաստուն եղեք, երկրի դատավորներ, խրատվեցեք, երկյուղով ծառայեք Տիրոջը ու դողալով ուրախացեք։ Որդուն համբուրեցեք, որպեսզի չբարկանա ու դուք չկորչեք ճանապարհից, երբ նրա բարկությունը փոքր-ինչ բորբոքվի, երանի բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել։ Ամեն։ Շատ սիրելի ընթերցող, իմ շատ սիրելի Աստծո ժողովուրդ, թող ամեն մի սաղմոսը ձեր առավոտը բացի օրհնությունով, թող ամեն մի սաղմոսը զանգակի նման զրնգա ձեր ականջներին և ապրեք նրանով, սնվեք նրանով, Աստծո խոսքով, որպեսզի սխալվելիս չլինի թե ընկնենք և չկարողանանք բարձրանալ։